Դրսում թաղամասում նրանք ունենալու են այն, ինչի մասին երազում են քաղաքի կենտրոնում ապրողները։ Հենց այն է, ինչ որ մենք փնտրում ենք։ Օդը մաքուր է, շատ մաքուր։ Մի բան, որ երազանք է շինհրապարակ դարձած մայրաքաղաքի համար։ Երկուսս էլ մարզից ենք ու բնությանը շատ մոտ ենք ապրել ու մեր համար կարևոր է, որ պատուհանից նայենք, գոնե մի քանի ծառ տեսնենք կոպիտ ասած, իսկ այստեղ որ առաջին անգամ եկանք տարածքը տեսնելու, իշտա ձմեռ էր, բայց ծառերի քանակը ու ձորի տեսարանը տեսնելով հասկացանք, որ գարնանը այստեղ շատ գեղեցիկ է լինելու, այստեղ այսօր գալով հասկացանք, որ չենք սխալվել։ Տոն է դրսում բնակելի թաղամասում, 10 մասնաշենք ունեցող այս թաղամասի 4 շենքերը շատ շուտով պատրաստ կլինեն, բաց դռների օրը։ Երրորդ մասնաշենքի հիմնարկեքն են գցում վարպետները։ Ապագա բնակիչներն իրենց դեռ չկատարված ցանկությունները գրում են թղթերի վրա։ Բարեկիր տապահով։ Գցում պարկուճի մեջ։ Դրանք միախառնվելու են շենքի հիմքերին։ Մի խոսքով, ով էլ ապրի անգամ 100 տարի հետո, թող ոչ մի վատ օր չտեսնի։ Այստեղ հավաքված մարդկանց երազանքն է։ Առաջին և երկրորդ գնորդն եմ եղել այս ընդհանուր շենքի։ Տարածքը շատ հարմար էր և քաղաքից դուրս էր, և քաղաքին մոտ հանգիստ թաղամասը։ Հանգիստ թաղամասում ակտիվ կյանք ունենաք, երբ որ ուզեք։ Դրսում մեծ լողավազան, մարզասրահ, խանութներ են լինելու։ Կառուցապատող Ման Ինվեստ գրուպը վաճառքի էքսկլյուզիվ իրավունքը վստահել է Argo Realty-ին։ 1.5 տարում 90% վաճառք են ապահովել։ Իրականում քաղաքից ոչ շատ հեռու է, մոտ 3 կիլոմետր հեռավորությունը քաղաքից, կոնկրետ Դավթաշեն համայնքից։ Ասեմ ձեզ, որ թաղամասը հագեցված է լինելու սուպերմարկետներով, մանկապարտեզներով, բավականին մեծ բակային հատվածներ են ունենալու, լողավազան է ունենալու թաղամասը բացօթյա։ Ամեն հարմարությունները ստեղծված է բնակիչը այստեղ իրեն հանգիստ զգալու համար։ Ձեր երեխաներին մանկապարտեզ հասցնելու համար հեռու չեք գնա։ Թաղամասի տարածքում այն կլինի։ Տեղանքը շատ գեղեցիկ է։ Կանաչներ կան, ծառեր կան, լեռներ կան, այսպես ասած, եւ աղմուկ չկա։ Ու չի լինի աղմուկ իմ կարծիքով, կխլանա կանաչի հաշվին։ Շատ հաճելի տեղ է, ինձ դուր եկավ։ Բոլորն իրենց լավ կզգան դրսում բնակելի թաղամասում։ 5 հարկանի այս շենքերում նաև վերելակ է լինելու։ Բոլոր հարմարությունները լինելու են նաև հենաշարժողական խնդիրներ ունեցողների համար։ Բացի վրցածրահարկա, նաև վերելակ կա ու վստահեցրել են կառուցապատողները եւ վաճառողը, որ լինելու է բոլոր հարմարությունները անվասայլակով օգտվելու համար։ Այսպիսի մի խոսք կա, կարճ, քաղաքից հեռու, բայց քաղաքին մոտ։ Ես կարծում եմ սա կլինի փոքրիկ քաղաք, որտեղ կլինի բոլոր հարմարությունները։ Հուսով եմ բարեհաջող ավարտ կունենա շինընթացքը եւ ընտանիքները երջանիկ առողջ կապրեն այստեղ։ Դժվար է հավատալը, որ 1.5 տարում թաղամասի տեսքը կերևա։ Ասում են եկան, տեսան, զարմացան։ Իրենց տանը ինչը որտեղ է լինելու, ումն է լինելու ամենամեծ, ամենալուսավոր սենյակը։ Հիացած հայացքներ են։ Նրանք հավատում են, որ երազանքի տուն են ունենալու։ Մի քիչ կասկածանքով է գալիս, որ շինությունը չի ավարտվի 26 թվականին, ոչ մի բան չեն հանձնել, բայց տպավորիչ է, բրավո։ Իմ համար կարևոր է եղել իմ տղաների ընտրությունը, մեծ տղան էլ թաղամասից վերցրել բնակարան։ Իրանք ուզեցին այստեղ ասին բնության գրկում։ Կարևորը որ բնության գրկում մաքուր օդում, իսկ ես համաձայնվեցի։ Կարևոր էր որ էկոլոգիապես մաքուր տարածքում լինի։ Չենք ուզում որ քաղաքի մեջ լինի, որ շատ աղմուկ չլինի ու շատ հեռու չլինի, որ քաղաքից կտրված չլինի։ Ինձ էլ ադոր է եկել այդ տարածքը, որ օդը մաքուր է, աղմուկը քիչ է ու հաճելի է ամառնել հովանելու։ Մարդիկ շատ ուրախ էին, ուրախություն էր տիրում ամբողջությամբ, որովհետև մարդիկ տարիներով են սպասում այս երազանքին, իսկ Ման Ինվեստ գրուպը այլ ասել երազանքները ժամանակահատվածը կրճատում է, քանի որ բավականին ակտիվ շինարարություն եք տեսնում այսօր։ Նորություն, որին երկար են սպասել նրանք, ովքեր ուզում են ապրել դրսում բնակելի թաղամասում, բայց դեռ մտածում են։ Ման Ինվեստ գրուպը լավ նորություն ունի։ 6-րդ և 7-րդ մասնաշենքերի նախավաճառքի փուլը կհայտարարեն շատ շուտով։ Հիմա սպասում են շինթույլտվություններին։